Արդեն ավելի քան 2 տասնամյակ լվացող մաքրող միջոցներով հիմնականում հայտնի Գրոմ ընկերությունը տարիներ առաջ Նաշսադ ապրանքանիշի ընդամենը 2 արտադրատեսակով տեղական շուկայում հայտ ներկայացրեց նախատեսված մազերի խնամքի համար։ Նաշսադ բալզամը եւ մազերի խնամքի միջոց գելը, որոնք մինչ այժմ շուկայում են, քանի որ մեծ պահանջարկ են վայելել, սիրվել են ժողովրդի կողմից։ Կարճ ընթացք պահանջվեց շուկայի պահանջարկը ծանրու թեթև անելու ու արտադրության հիմնական ուղղվածությունն ընտրելու համար։ Տեսականիում ներառեցին կենցաղում ամենօրյա կիրառություն ունեցող լվացող մաքրող միջոցներ, հեղուկ չոր օճառներից մինչև լվացքի գելեր, սպասք լվանալու հեղուկներ, տեղական արտադրանքը ներմուծվածի կողքին կայուն դիրք գրավեց, սպառման ծավալները տարեցտարի աճում են։ 23-24 թվականներին փորձ ենք ունեցել ԵԱՏՄ շուկայում, բայց քանի որ մեր շուկան բավականին պահանջված է, մեր արտադրությունը ամբողջությամբ սպառվում է ներքին շուկայում։ Գործին զուգահեռ ընկերությունը պարբերաբար ներդրումներ է արել, ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել, արտադրական շղթայի շատ պրոցեսներ ավտոմատացրել։ Հումքերի հարցում են նաև պահանջկոտներ, կրում են հիմնականում երրորդ երկրներից Գերմանիա, Իտալիա, Նիդերլանդներ, նաև Չինաստան, Ինդոնեզիա, Իրան։ 2023-ին հումքերի ցանկով ու մինչև 5 տարվա ներդրումային ծրագրով դիմեցին կառավարություն արտոնության համար։ 870 միլիոն դրամի հումք էին նախատեսում ներմուծել մինչև 2028։ Երկարաժամկետում էին այդքանը պլանավորել, բայց առաջանցիկ տեմպով ավելի վաղ պլաններն իրագործեցին։ Պետության կողմից մեզ տրամադրված մաքսատուրքի շեմը կազմեց 55.5 միլիոն դրամ, որը մենք օգտագործեցինք մեր ֆիրմայի զարգացման համար, մենք պարբերաբար նոր սարքավորումներ ենք բերում, զարգանում է ֆիրման, աշխատատեղեր են ավելանում։ Ծրագրին դիմելիս 102 աշխատատեղ ունեին, 2 տարում ավելացրել են 13-ով, միջին աշխատավարձը 23-ի համեմատ աճել է 171%-ով, մինչև 2026-ի տարեվերջ պլանավորում են 7 նոր աշխատատեղ էլ բացել։ 23 թվականին մեր իրացման ցուցանիշը եղել է 2 միլիարդ, 25 թվականը ամփոփել ենք 3.4 միլիարդով, մեր համախառն եկամուտը աճել է 70%-ով։ Նոր արտադրատեսակներ են ամեն տարի ներկայացնում, բարելավում թողարկվողների որակը, շուկայում ավելի մրցունակ դառնում։ Զարգացման ընթացքից չշեղվելու համար ընկերությունը 2025-ին կրկին դիմել է կառավարություն մաքսատուրքի արտոնության համար։ Այս անգամ 1 տարի ժամկետով է հայտը հաստատվել, անհրաժեշտ հումքերի ցանկն ու ծավալն էլ անհամեմատ մեծ է նախորդից։ Կառավարությունը մեզ արտոնել է 2026 թվականի համար 4.6 միլիարդ դրամի հումք ներկրենք, մաքսատուրքից կազատվենք 260 միլիոն դրամ։ Ընկերությունը բացի Նաշսադից մոտ 10 այլ անուն ապրանքանիշերով են նաև խնամքի ու մաքրող լվացող միջոցներ թողարկում։ Տարիներ առաջ ձեռք են բերել նաև հոսքագծեր, որ իրենց անհրաժեշտ պլաստիկե տարաների ու կափարիչների արտադրությունը կազմակերպեն տեղում։